Ողջույն հարգելի վիշապներ, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք, թե ինչ է սպասվելու ձեզ ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Այս քարտերը տեղադրել եմ ուղղակի հավելյալ, որպեսզի մեզ օգնի, եթե ինչ-որ հարցեր լինի ավելորդ։ Մենք գնանք այս մյուս քարտերով։ Եվ եթե բաժանորդագրված չեք, կխնդրեմ բաժանորդագրվեք, նաև սեղմեք զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք այս ալիքում տեղի ունեցող հետագա ընկնող նաև բոլոր տեսանյութերը, բացի դա էլ միգուցե ձեր նշանը հաջորդն է և դուք սպասում եք։ Եվ եթե բաժանորդագրված չէ, դուք ուղղակի կկորցնեք այս ալիքը։ Եթե սա ձեզ քիչ կլինի, կարող եք անցնել հղումով և նայել նաև ձեր ամսվա նշանը, լուսնային կամ ասցենդենտի նշանը։ Հղումները կան վերնագրի տակ, եթե սեղմում եք, պես գրված է, օրինակ գրված է վիշապ, նանանի, նոնոնո, այդպես կարող եք սեղմել և ներքևում ամբողջը բացվում է և հեշտությամբ կարող եք անցնել հղումով մյուս ալիք։ Ահա, այսքանը և տեսնենք, թե ձեզ ինչ է սպասվելու մայիս ամսին։ Ինչ է սպասվում վիշապներին մայիս ամսին։ Բավականին լավ քարտ է։ Ահա, ունեք ընդամենը մեկ քարտ, որը պետք է վերլուծել, ուրիշ ոչինչ։ Այն էլ եսիմ ինչ-որ հատուկ վերլուծելու կարիք էլ չկա։ Նշեմ, որ քարտերը մեկը մյուսից լավն են և հատուկ հավելյալ քարտերի կարիք մենք այս պահին չունենք։ Մայիս ամիսը կմտնեք ավելի հզոր, որպես մարդ, նաև ոնց որ ուժը տեղ է, այդպես էներգիան տեղ է, կցանկանաք մայիսին հստակ ինչ-որ բաներ անել ձեզ մոտ և ինչ-որ փոփոխություններ կատարել նաև, բայց դա ոնց որ և ուժ կունենաք, և էներգիա կունենաք, որ դա անեք։ Ոմանք պետական աշխատանքի կարող են անցնել, պետական աշխատողի հետ կարող եք ավելի շատ շփում ունենալ, առնչվել և ինչ-որ գործեր ունենալ, որ պետք է անեք։ Ոմանք նաև այստեղ ինչ-որ հովանավոր կգտնեք ձեզ համար, եթե դրա կարիքը կա, օգնող ձեռք, եթե ևս դրա կարիքը ունեք, այնպես որ եթե ինչ-որ մեկի կարիքը կա, որ ձեզ օգնի, կամ դուք կարիք ունեք, որ ձեզ օգնեն, ապա այստեղ անպայման կհայտնվի այդ մեկը։ Կարող եք դիմել պետական հիմնարկություններին և իրանք օգնեն, աջակցեն։ Եթե պատրաստվում եք այս ամիս վերցնել վարկ կամ ավելացնել ձեր եկամուտները, ապա այդ հնարավորությունը դուք կունենաք։ Հնարավոր է ձևակերպեմ վարկը շատ ավելի հեշտ, հնարավոր է նաև մեծ գումար ստանաք կամ պարտքերը վերադարձնեն, կամ եկամուտները ավելի աճի, շատանա, ավելի շատ եկամուտներ ունենաք։ Գուցե աշխատավարձն են բարձրացնում և դուք այս ամիս ավելի շատ եք ունենում ֆինանսական լավ վիճակ։ Այնպես որ ֆինանսները ևս հիանալի են այստեղ։ Եվ հատկապես ձեր եղբոր հետ հարաբերությունը եթե լավ չէին, ապա կկարգավորեք, եթե իր մասին կարող եք ինչ-որ նորություն լսել, միգուցե ամուսնանում է, միգուցե նշանադրվում է, աշխատանք է փնտրում, մի խոսքով ինչ-որ բաներ են, որոնք կարող եք լսել իր մասին։ Նաև դա կարող է լինել նոր ծանոթություններ, նոր մարդիկ, նոր շրջապատ, հատկապես ավելի շատ ձեր շրջապատում կարող է լինել տղամարդիկ, քան կանայք, եթե թեկուզ դուք աղջիկ եք։ Եվ միգուցե քույր չունեք, չեմ կարող հստակ ասել այս քարտով ունեք քույր թե չէ, չեմ ուզում առանձնացնել,
Բայց ավելի շատ շփում կլինի, ավելի բայց ոնց որ եթե եղբայր ունեք ավելի շատ իր կողմն է տանում, որովհետև այստեղ տղա է ընկել, իսկ տղան դե հենց արդեն նշանակում է որ ձեր եղբայրն է։ Միգուցե հենց հարազատ եղբայրը չէ, բայց մորաքրոջ, հորաքրոջ տղան է, ում հետ կարող եք ավելի շատ շփվել այս շաբաթ։ Հեռախոսազանգեր կարող եք ունենալ իրենից, կամ ինչ որ շրջապատ եք մտնում այդ տղան, տղան կարող է շրջապատում ձեր, բայց այդ տղա է, որը առանձնանում է եւ դառնում է ձեզ համար ավելի մտերիմ ընկեր։ Եվ աղջիկների համար, եւ տղաների համար։ Եվ իհարկե դա ինչ որ չափով ճանապարհն է, միգուցե ձեր եղբայրն է գալիս ձեզ մոտ, կամ դուք եք գնում ձեր եղբոր մոտ։ Տան հետ կապված հարցերում, եթե պետք է տունը վաճառեք, տուն գնեք, սեփականության իրավունք է, ինչ-որ փաստաթղթեր են, որոնք պետք է ստորագրեք, վարձով վերցնելու համար, վարձով տալու համար, ամեն ինչը լավ մանրակրկիտ ուսումնասիրեք, նաև այնտեղ կարող է լինել երկու տարբերակ, եւ դուք պետք է ընտրեք, օրինակ կարող է լինել երկու տուն եւ երկուսն էլ հավանում եք եւ չգիտեք ինչ անեք, ինչպես է ընտրեք դա ոնց որ ընտրուշկն եք ընկնելու։ Նաև կարող է միանգամից երկու հոգի ավելանան տանը, օրինակ ձեր եւ աղջիկը հղի լինի եւ հարսը հղի լինի այդ նույն ժամանակահատվածում եւ ձեր աղջիկը ուզենա ամուսնանա եւ ձեր տղան եւ էլի հա ոնց որ երկու նոր մարդ մտնի ձեր ընտանիք ձեր կյանք բայց ամենայն դեպս եթե ինչ-որ գործարքներ պետք է անեք տան հետ կապված թեկուզ եթե գնում եք օտար երկիր, հա, կամ վերադառնում եք հայրենիք տուն, եւս պետք է ուշադրություն դարձնեք յուրաքանչյուր մանրուքին։ Եվ երեխաների հետ կապված, ովքեր ունեն աղջիկ երեխա, ապա ավելի շատ իրենով կտարվեք, միգուցե նաև ավարտում է դպրոցը, միգուցե նաև մոմս եմ մոռացել վառել։ Միգուցե ավարտում է, միգուցե նոր հագուստներ պետք է գնեք կամ ավարտական շրջան է իր հետ է կապված բոլոր յուրաքանչյուր այդ ծախսերը, որոնք որ կան։ Ոմանք աղջիկ երեխա կունենան, ձեր աղջիկը կարող է ասել, որ հղի է։ Դա նաև զվարճանքի տունն է եւ այդ տունը կարող եք օրինակ գնալ ընկերներով զվարճանալու։ Այդպես կամ ձեր աղջիկը գնա ինչ-որ միտեղ իր ընկերների հետ անցկացնի։ Մեկ ամիս մնա ինչ-որ միտեղ։ Ինչ-որ բաներ չկան շատ, որտեղ շատ ֆիգուրներ են ձեզ մոտ, ոնց որ այս ամիսը ավելի շատ կապված կլինեք մարդկանց հետ։ Ավելի շատ ոչ թե ինչ-որ իրադարձություններ տեղի կունենան, այլ ինչ-որ մարդիկ են մտնում ձեր կյանք, այս մարդու հետ սա, այն մարդու հետ սա, դե գիտեք, դա ավելի լավ է, քան բուն ինչ-որ դժվար իրադարձություններ լինեն։ Առողջության վերաբերյալ եւս պետք է ուշադրություն դարձնեք անպայման ձեր հորմոններին, կանացի տղամարդկանց օրգաններին, սեռական օրգաններին, այս ամիսը յուրաքանչյուր այստեղ նաեւ ունեք սեր, ունեք թեկուզ մեկօրյա հարաբերություններ, մեկօրյա հանդիպում, եւս պետք է ուշադիր լինեք, որպեսզի այստեղ վարակներ չվերցնեք ձեզ վրա։ Հավանականությունը շատ մեծ է այստեղ։ Եվ հարաբերություններում հիանալի են հարաբերությունները ձեր եւ ձեր զույգի միջև, միգուցե նաեւ շատ լավ հաջողակ որևիցե մեկն է մտնում ձեր կյանք, հակառակ սեռի ներկայացուցիչ, ծանոթանում եք իր հետ, եւ իր հետ բերում է ձեր կյանք ուրախություն, փոփոխություն, նոր կյանք, նոր ինչ-որ շունչ ձեզ համար։ Իսկ հարաբերությունները եթե դժվար էին, խնդիրներ կար, ապա հիմա արդեն ամեն ինչ լավ կլինի այս ամսվա ընթացքում, այնպես որ բացարձակապես խնդիրներ այստեղ չկան ձեր հարաբերություններում։ Ես ընդհանրապես խնդիր չեմ տեսնում ձեզ մոտ, ուղղակի իրադարձություններ էլ չեմ տեսնում, որ ես այդ իրադարձությունները ձեզ ասեմ, հասկանում եք։ Դա է, որ չկա իրադարձություն։
Միգուցե առավոտից գործ եք գնում երեկոյան գայս եք տուն իրոք ոչ մի իրադարձություն չկա շփումը լինում է մենակ աշխատանքի բերումով ինչ-որ աղջիկ, հետո գայս եք ձեր աղջիկը, հետո ձեր եղբայրը, ձեր ահա ու վերջ ոնց որ բան չկա անելու։ Միգուցե դա է մայիսը ձեզ համար։ Դրա այլ ինչ որ հատուկ իրադարձություններ ես այստեղ չեմ տեսնում որ ձեզ ասեմ։ Դե հարաբերությունները եւս, եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, ապա շատ հեշտությամբ դա տեղի կունենա։ Դե նոր սեր կգտնեք, նոր հարաբերություններ կգտնեք։ Եթե նաեւ ուզում եք գործարք կնքել կամ գործընկեր, եւս այդ գործընկերը կգտնեք։ Նաեւ լիքը հաճախորդներ կարող եք ունենալ, եթե աշխատում եք տանը կամ հաճախորդների հետ, ապա այստեղ եւս հաճախորդների քանակը կարող է մեծանալ, շատանալ, ավելի շատ մոմից ինչ-որ բաներ են դուրս գալիս հաճախորդներ, հա, կարող է ավելի ոնց որ լավը լինել, ավելի բաց, ոչ թե նվնվան հաճախորդներ։ Եվ ձեր երկրորդ կեսի մոտ հնարավոր է ինչ-որ մի բան փոխվի, որևիցե ոլորտ իր մոտ, բայց դա ձեզ չի խանգարի, դա միգուցե ավելի լավ է, քան հիմա էր։ Պետք չի անհանգստանալ։ Նաև ասացի նոր սեր կգտնեք, բայց այդ սերը կարող է լինել միայն ինտիմ հարաբերությունների հետ կապված, ոչ դեպի ամուսնություն։ Դե կարող է սկիզբը նաև այդպես սկսել։ Նույն դեպքում դե սա գայթակղություն է, սա այդպես է, տեսակ հավանեցիք, ուզում եք անպայման հետը շփվեք եւ վերջ։ Այդպես կարող է լինել։ Չնայելով արդեն այնտեղ միգուցե ամուսնացած է, միգուցե չի կարելի, միգուցե դուք եք ամուսնացած եւ այլն, լիքը բաներ կան։ Եթե փաստաթղթերի հետ կապված հարցերն եք, ապա նախ շատ սիրով կզբաղվեք այդ փաստաթղթային հարցերով, հավեսով, այստեղ կգնաք, այնտեղ կգնաք, եթե անգամ պետք է փնտրեք ոչ արխիվում ինչ-որ փաստաթղթեր եւս էլի հավեսով կգնաք կանեք։ Եվ կարող է ինչ-որ փաստաթուղթ եք ստանում շատ կարևոր, որը ձեզ շատ է ուրախացնում։ Ոմանք այստեղ կձևակերպեն ալիմենտ, թոշակ, այդ հարցերով կզբաղվեք եւ շատ սիրով եւ արդյունքներն է ձեզ կգոհացնի։ Միգուցե նաև վարկեր են ստեղ, վարկեր եք ձևակերպում եւ դա եւս այդ հարցերը ինչով որ կզբաղվեք, դա եւս ձեզ շատ կուրախացնի։ Ճանապարհորդել եւս հնարավոր է, կարող եք ճանապարհորդել, եթե ոչ դուք, ապա ձեզ մոտ հաստատ կգան ինչ-որ մարդիկ, եթե թեկուզ դուք էլ գնաք, կարող եք 2 օր եք գնում, ոչ շատ հեռու կարող եք գնաք, կարող է ամբողջ մայիս ամիսն եք գնում եք հանգստանալու, կամ պլանավորում եք, կամ գնում եք տոմս, եթե այս ամիս չկա, հստակ որոշված է այստեղ, որ պետք է գնաք հանգստանալու, եւ ձեր ցանկությունն էր երբ է գալու օրինակ մայիսը, հունիսը, որպեսզի ես գնամ հանգստանալու, միգուցե ձեր երեխան էլ արդեն ավարտում է, եւ մայիսի վերջ որոշում եք գնալ ինչ-որ մտեղ հանգստանալու, կամ որոշում եք, կամ ինչ-որ արդեն հա այդ գործողություններն եք անում, ոմանց մոտ այստեղ դուք եթե քննություններ ունեք, ապա ոնց որ ինչքան որ ուզում եք ստանալ, ինչ բալեր, ինչ գնահատական, ապա դա տեղի կունենա։ Եթե ուզում եք գնալ օտարի երկիր սովորելու նպատակով, դա եւս տեղի կունենա, կարող են ձեզ ընդունել եւ դուք տեղափոխվեք օտար երկիր սովորելու։ Միգուցե օտար երկրում եք գտնում եւ այնտեղ եք գնում սովորելու։ Այնպես որ շատ հավանական է նաեւ։ Դա եւս աշխատանքի հետ կապված ոմանք տանը կարող են սկսել աշխատանքով զբաղվել, ոմանք միգուցե ընտանեկան բիզնեսն եք առաջ տանում կամ տեղափոխում եք ամեն ինչ տունը եւ տանն եք անում ձեր գործերը այն ինչ որ ուզում եք անել, ինչ ուզում եք գումար վաստակել, կամ տան բիզնես եք դնում, կամ տան կահույք արտադրամաս է կամ ինչ որ իրեր, որոնք որ տան մեջ են, գուցե փոքր բաներ են, կահույք չեն, հա, փոքր դետալներ են, որ կարող եք սկսել օրինակ նման բաներով զբաղվել, աշխատել, գումար վաստակել։ Բիզնեսը եւս կամ տան անդամներով կարող եք այդ բիզնեսը սկսել, կամ ընտանեկան բիզնես է, որը կամ կանգնացրել եք, կամ ինչ որ ժամանակ առաջ է կարելի եւ հիմա այլի նորից կցանկանաք սկսել դա։ Նոր ընկեր ձեռք կբերեք, բավականին ձեզ մոտ
էլի եմ ասում, ֆիգուրները շատ են, եւ ձեր շրջապատում էլ է մտնում, որ այդ տղայի եւ ձեր ընկերների շրջապատում էլ է մտնում, որ այդ տղա իրար հետ բավականին շատ կշփվեք եւ միգուցե լավ ընկերներ լինեք, անգամ ընտանիքներով սկսեք շփվել, ընկերություն անել։ Այդ տղան ձեզ կօգնի, որպեսզի դուք հասնեք ինչ-որ մի արդյունքի, եթե ինչ-որ բաներ եք անում, նա կօգնի, դուք կտեսնեք այդ արդյունքները։ Նաև կօգնի, ոչ կամ սոցցանցեր բացել, կամ ինչ-որ կայք հստակ, հա, սայթ, որ ոչ թե սոցցանցերում, այլ կայք, որպեսզի ինչ-որ մի բան անեք, վաճառեք։ Միգուցե ձեր ընկերների շրջապատումը, միգուցե նաև տղան ցույց է տալիս, որ եթե աշխատանքի բերումով եք, ուղղակի դուք գտնել եւ նա ձեզ օգնի, կամ որպես անվճար, կամ թեկուզ ավելի ցածր արժեքով։ Եթե օգնություն է պետք, նա ձեզ կաջակցի։ Վախեր ունեք կորստի, վախեր ունեք կամ ինչ-որ մեկին կորստի, կամ ինչ-որ բանից հեռանալու, հեղինակությունը նաև, որտեղ դողում եք ամեն ինչի վրա, եւ գաղտնիք կարող կա եւ վախում եք այդ գաղտնիքը դուրս չկա։ Այստեղ մանր-մունր կարող խնդիրներ լինեն, դրանից էլ հենց վախեր կան, որ մնացածը մշտապես այդ խնդիրները լինելու են։ Ինչ որ չափով հիմա մենք կնայենք այդ խնդիրները ամբողջ մայիս ամսվա մեջ է լինելու, թե չէ։ Իրենք մանր-մունր խնդիրներ են, որոնք որ հայտնվելու են ձեր ճանապարհին, որպեսզի դուք լուծեք։ Տեսնենք։ Արդյոք լուծելի են։ Գումարի հետ է կապված։ Գումարային հարցեր են, որ ասում ապարկ են, ում պետք է վճարեք, վճարում եք եւ վերջ։ Եթե նայենք վախերը նույնպես գումարետ են, բայց գումարի քարտը ձեզ մոտ հիանալի է։ Իսկ դե խնդիրները մենք նայեցինք, հիմա վախերը, դե ընդհանրապես է կորուստի քարտն է։ Վախ ինչ-որ մեկին հստակ կորցնել, վախ ինչ-որ բան է հստակ կորցնել։ Հեղինակությունը կորցնել, անունը կորցնել, նայեք տունը կորցնել, տան անդամներին կորցնել։ Գիտեք, ընդհանրապես ինչքան մարդը վախենում է, այնքան այդ վախերը բերում է իր կյանքը։ Դրա համար պետք է չվախենալ ուղղակի։ Ես ասել եմ, չէ, եթե կա վախ, դնում եք մի արկղի մեջ եւ դենեք նետում, որովհետեւ վախը դա լավ բան չէ եւ եթե ինչից վախենում եք, գալիս կպնում է ձեզ։ Միշտ այդպես է, թե հիմա ասածս վերանայեք, կտեսնեք ինչից վախեցել եք, եկի կպելա ձեզ։ Այդպես է, կյանքն է այդպես։ Որովհետեւ դուք դա եք ուզում, հա, դուք դա եք ուզում տիեզերքից եւ դա էլ գալիս է ձեզ։ Եթե դուք ուրիշ բան ուզեք, ուրիշ բան կգա, բնական է։ Դե վախը տունը կորցնելն է, վախը տան անդամներին կորցնելն է, միգուցե ժառանգության հետ կապված հարցեր են, դա ինչ-որ չափով վախ ձեզ մոտ, որ կմնաք դուրսը, չեք կարողանա օրինակ 2 բնակարան գնել, 3 բնակարան գնել, եւ այդպես կարող եք մնալ դուրսը, դա այդ կարող է նաեւ այդ մտքերը ձեզ տանջեն, խոսքով կամ տան անդամներն են կամ տունը եւ իհարկե գաղտնիքը էլ արդեն չասեմ, բնականաբար գաղտնիքը եւս այստեղ վախ կա, որպեսզի այն չբացահայտվի, բայց կարող է նաեւ այդ գաղտնիքը ստեղծում է մանր-մունր խնդիրներ եւ դրա համար պետք է լուծել այդ մանր-մունր խնդիրները, որ այդ գաղտնիքը դուրս չգա։ Դեպս վախերը կան, որոնք որ պետք է կարողանաք այնպես անել, որ հանել ձեր մեջից, որպեսզի մայիս ամիս ավելի թեթև ապրեք, ավելի հանգիստ ապրեք։ Դե գարնան վերջն է, պետք է դիմավորել իրեն, ճանապարհել իրեն շատ հավեսով, որ հետո գա ամառը։ Դե ճիշտ է, ես ամառը այդքան շատ չեմ սիրում, բայց դե գոնե գիտես ոնց որ գնում ես մի տեսակ հանգստանում ես եւ դա ավելի հավես է, քան մեկ այլ ամիսներին, որ գնում ես հանգստանալու։ Նոմե արևը մարդուն էներգիա է տալիս, ճիշտ է շատ շոկ էներգիա չի տալիս, բայց ուրիշ ձևով է սկսում ապրել։ Դրա համար պետք է վախերը դնել մի կողմ եւ աշխատել, անել, ուղղել ամեն ինչ։ Այս ամիս։ Թող որ այս ամիսը ձեզ համար լինի հաջողություններով լի ամիս։ Այսքանը, լավ եղեք։